Աղքատությունը չի ծնվում դատարկ դրամապանակից, բայց փոքր ինչ կորցնելու վախից, արդեն իրական բարգավաճումը չի չափվում մեր կուտակումից, բայց այն, ինչով կարողանում ենք կիսել, եթե դուք փնտրում եք գործնական իմաստություն։ Առանց չափազանցության կամ հրաշագործ խոստումների, սա ճիշտ տեղն է։ Այստեղ մենք խոսում ենք այն մասին, թե ինչն է ապացուցվել դարերի ընթացքում, ոչ միայն տեսություններում, այլ իրական կյանքում։ Նկատի ունեցեք, թե քանի մարդ է կպչում փողը, կարծես նա ձեր վերջին շունչն էր, նրանք փակում են ձեռքերը, թաքցնում են յուրաքանչյուր մետաղադրամ, պաշտպանում այն որպես անհասանելի գանձ, այնուամենայնիվ, այնքան ավելի շատ սեղմում են։ Այնքան ավելի արագ է հարստությունը հոսում մատների միջև, մշտական փակ ձեռքը չի կարող որևէ նոր բան ստանալ, դա միայն փոխաբերություն չէ, դա գոյության օրենք է։ Հրեական ավանդույթը սովորեցնում է, որ ձեռք բերվածի մի մասը բաժանելու պրակտիկան, այնքան պատահական տասանորդը հարկ չէ, այլ վարժություն ֆինանսական կարգապահության մեջ, նա հիշեցնում է մեզ, որ փողը հոսք է, ոչ թե գավաթ։ Երբ մենք հրաժարվում ենք վախի համար կիսելուց, մենք արգելափակում ենք մեր ճանապարհը, բայց երբ մենք սովորում ենք նվիրատվություն կատարել, մենք տեղ ենք գրավում մեզ մոտ գալու համար։ Հազարամյակի իմաստությունը կրկնում է, ով է տալիս ստանում, սա կախարդական չէ, այլ ճշմարտություն մարդկային բնույթի մասին, առատաձեռնությունը ձևավորում է առատության մտածելակերպ, մինչդեռ մանրությունը ուժեղացնում է սակավությունը։ Ժամանակակից ուսումնասիրությունները հաստատում են միայն այն, ինչ հայտնի է եղել երկար ժամանակ, ինչպես գրել է Մորգան Հաքուստը։ Ես հանդիպեցի մի մարդու, ով տարիներ շարունակ հրաժարվեց նվիրել նույնիսկ փոքր քանակությամբ, ասելով. Ես կօգնեմ միայն հարստությունը սակայն երբեք չի ժամանել, մեկը, ով հազիվ թե վճարի իր հաշիվները, վերապահեց իր շահերի մի փոքր մասը ուրիշներին օգնելու համար, ժամանակի ընթացքում հենց նրա ընտանիքն էր, ով հաղթահարեց դժվարությունները։ Ոչ այն պատճառով, որ տասանորդը կախարդական բանաձև էր, բայց քանի որ նա փոխեց իր մտածելակերպը, նա դադարեց վախի մեջ ապրել և սկսեց վստահորեն ապրել։ Սխալը հավատալ, որ պահպանելն է ապահովել, իրականում այնքան ավելի շատ կառչում ենք, այնքան ավելի շատ կորցնում ենք, մեծահոգությունը մյուս կողմից կամուրջներ է կառուցում նոր հնարավորությունների համար, դա ծախս չէ, բայց նպատակակետում ներդրում է։ Սա այն դեպքում, երբ բարգավաճման իրական խոսակցությունը սկսվում է, քանի որ հրեական ավանդույթը սովորեցնում է։ Փոքր համայնքում նա ապրում էր խոնարհ ընտանիք, հասարակ տուն, համեստ սեղան, հագուստ, բայց նրանք հետևեցին անխախտ կանոնին, նույնիսկ ամենադժվար ժամանակներում։ Յուրաքանչյուր օգուտ բաժանվեց, 10-րդ մասը միշտ գնում էր նրանց, ովքեր ավելին էին պետք, հարևանները ծաղրում էին։ Դու հազիվ թե կրում ես, ինչու ես վնասում, բայց տարիների ընթացքում հետաքրքրաշարժ բան է պատահել, այս ընտանիքը երբեք քաղցած չի եղել, նրանք միշտ հաց էին ունենում սեղանի վրա, գլխի և ուժի վրա տանիք, շարժվելու համար, նրանք հարուստ չէին, բայց աղքատությունը նրանց վրա չէր տիրում, այս պատմությունը բացահայտում է հիմնարար ճշմարտությունը։ Մեծահոգությունը հիմք է, որի վրա կառուցվում է իրական բարգավաճումը։ Ով սովորում է շատ քիչ պատրաստվել, շատերը կառավարելու համար, նրանք, ովքեր կպչում են յուրաքանչյուր կոպեկին, վերջանում են կորցնելը, հրեական իմաստությունը պարզ է բացատրում։ Փողը ջրի պես է, եթե փորձեք ծանր պահել, այն կաթում է, բայց եթե դա ձեզ ուղղորդում է, այն սնուցում է ձեզ և ուրիշներին, տասանորդը զոհաբերություն չէ, բայց կարգապահություն, որը սովորեցնում է, ես վերահսկում եմ իմ փողը, ոչ թե մյուս ճանապարհը։ Ժամանակակից հոգեբանությունը հաստատում է այս գաղափարը։ Վիկտոր Ֆրանկլը հիշեց, որ իմաստը ուժ է տալիս մարդուն, երբ տեսնում եք փոխանակման նպատակը, դա այլևս աղքատություն չէ, և դառնում է ավելի մեծ բանի մաս, ես դա տեսա վերջերս։ Մի գործարար սկսեց փոքր խանութը և հետաձգեց շահույթը, ես կարող էի արդարացնել ցանկացած տնտեսություն, բայց որոշեցի։ Ես մասնակցելու եմ երեխաներին օգնելու համար, տարիներ անց ձեր բիզնեսը մեծացավ, նա բացատրեց։ Դա հրաշք չէր, բայց տասանորդի կարգապահությունը։ Վատ ես դադարեցի լինել նրա ստրուկը, թեժ։ Առաջին դասը պարզ է, առատաձեռնությունը ճանապարհ է հարթեցնում իսկական բարգավաճման համար, պետությունը իր հերթին կառուցում է բանտ, որտեղ փողը վերածվում է փոշու։ Մի քաղաքում մի մարդ իրեն համարեց ձախողվեց, նրա վաստակը փոքր էր, և նա դժգոհեց։ Ինչպես նվիրել, եթե ես հազիվ թե ուտեմ, կարծում էի, որ մեծահոգությունը հարուստների արտոնությունն էր, մինչև մի հին վարպետը նրան ասաց։ Այնուհետև նա սկսեց առանձնացնել իր եկամտի 10-րդ մասը, որքան էլ համեստ, սկզբում դա անիմաստ էր թվում, բայց ժամանակի ընթացքում նա նկատեց, որ իր փոխհարաբերությունները փոխվել են, նա դադարեց ապարդյունության վրա ծախսել, սկսեց պլանավորել և գնահատել յուրաքանչյուր իրական, տարիներ անց նրանց շահերն աճեցին և նրանց հետ նրանց վստահությունը, բայց դա պահեց նվիրատվության սովորությունը, նա մի անգամ խոստովանեց. Տասանորդը չի փոխել իմ բանկային հաշիվը, փոխեց ինձ, ես դադարեցի վախենալով և սովորեցի այն կառավարել։
Այս պատմությունը բացահայտում է երկրորդ դասը։ Տասանորդը արժեքի խնդիր չէ, բայց բնավորության մեջ, նա սովորեցնում է, թե ինչպես հարգել փոքր ինչ և ով է գնահատում փոքրիկը, պատրաստ է շատ բան ունենալ, հրեական ավանդույթը նախազգուշացնում է, նա, ով արամարում է փոքրիկին, կորցնում է մեծը։ Տասանորդը ինքնուրույն դպրոց է, հիշեցում, որ հարստությունը չի չափվում քանակով, բայց մեր ունեցած ձևը։ Ժամանակակից մտածողները արձագանքում են այս գաղափարին, Ջեյմս Յեմս Մաքուրը գրել է. Հաշվապահը, որը ես հանդիպել եմ։ Երկրորդ դասը սա է, բարգավաճումը սկսվում է, երբ մենք սովորում ենք փոքր ինչ գնահատել, տասանորդը սովորություն է, որը ձևավորում է բնավորությունը, մինչ դուք հույս ունեք, որ շատ բան ունեք նվիրատվություն կատարելու համար, կորցնում եք մտածելակերպը զարգացնելու հնարավորությունը։ Նրա ագահությամբ հայտնի էր վաճառական, նա վախենում էր կորցնել յուրաքանչյուր մետաղադրամը և պահել իր փակ դագաղը, մինչև հաջորդ անգամ ես ասացի։ Բայց տարիները անցան, իսկ հարստությունը բավարար չէր, ընդհակառակը, նրա գործը եղել է, նրա գործընկերները խուսափեցին նրանից և հաճախորդները դադարեցին հաճախել իր խանութ, մի օր հին ընկերն ասաց նրան. Կարծում եք, որ փող եք պահում, բայց իրականում նա է, ով պահում է այն։ Դժվար վաճառականը վերջապես տվեց, տարիների ընթացքում առաջին անգամ դա հատկացրեց իրեն շահույթի մի մասը, որ բերի օգնության համար, ժամանակի ընթացքում նա նշեց, որ հաճախորդները վերադարձել են, վաճառքը բարելավվել է, և գործընկերները վերականգնվել են վստահությունը, նա հասկացավ, որ այն աշխարհը չէ, որը փոխվել է, բայց ինքն է, փեթթությունը նրան պահեց։ Առատաձեռնությունը բացեց դռներ։ Այս պատմությունը բացահայտում է երրորդ դասը։ Ագահությունը պաշտպանություն չէ, այլ հոգեկան ծուղակ, մենք վախենում ենք կորցնելուց, այնպես որ մենք ավելի շատ կորցնում ենք, մենք գերագնահատեցինք մեկուսացման գինը նվիրելու և թերագնահատելու ծախսերը, հրեական իմաստությունը սովորեցնում է, ով է շատ ուժեղ պահում։ Դա սնուցում է իրեն և ձեր շրջապատի ամեն ինչ, ով է պահպանում, կուտակում է փոշին։ Ով է բաժանում, զարգացնում է հոսքերը։ Չորրորդ ճշմարտությունը մեզ բացահայտում է խորը սկզբունք։ Առատաձեռնությունը մեկուսացված ժեստ է, այլ ճկունության համակարգ, երբ առաջին առևտրականը փակեց իր դռները աշխարհին, նա հավատում էր, որ ինքը պաշտպանում է իրեն, իրականում նա կառուցեց պատեր, որոնք կվախենան նրան անհրաժեշտության պահին, երկրորդը։ Ընդհակառակը յուրաքանչյուր բաժանման գործողության միջոցով հյուսում էր հավատարմության անտեսանելի ցանց, այս ցանցը չի կազմված պայմանագրերից, բայց հավաքական հիշողությունից։ Մարդիկ հիշում են, թե ով է ներկա գտնվելու ժամանակ։ Ժամանակակից գիտությունը հաստատում է այս հազարամյա իմաստությունը, ուսումնասիրությունները սոցիալական կապիտալում ցույց են տալիս, որ հաղորդակցված է։ Վստահության բարձր մակարդակներով և փոխադարձությունից ավելի արագ վերականգնում ճգնաժամից, տնտեսագետն ցույց է տվել այն շրջանները, որտեղ քաղաքացիները զբաղվում են փոխօգնության ցանցերով, ունեն ավելի քիչ անհավասարություն և ավելի մեծ երկարատև բարգավաճում, ուստի առատաձեռնությունը ծախս չէ, ներդրում է մարդու ենթակառուցվածքների մեջ։ Տեսեք երկու ընկերությունների գործը համաճարակի ժամանակ, մեկը կտրեց աշխատողների աջակցության բոլոր ծրագրերը և իջեցրեց աշխատավարձը գոյատևելու համար, մեկը պահպանեց իր սոցիալական պարտավորությունները և նույնիսկ օգնությունը ընդլայնեց համայնքին։ 2 տարի անց առաջինը պայքարում էր տաղանդը պահպանելու և նրա հեղինակությունը վերակառուցելու համար, երկրորդը ոչ միայն գոյատևեց, բայց ընդլայնված, ներգրավող գործընկերներ, ովքեր գնահատեցին իրենց էթիկան։ Տարբերությունը առաջինը հանդես եկավ որպես առևտրական ավարո, երկրորդը որպես նա, ով հասկանում էր, որ իրական անվտանգությունը գալիս է մեր մշակած կապերից։ Հինգերորդ ճշմարտությունը մեզ տանում է դեպի ավելի ինտիմ տարածք։ Ժամանակի և ուշադրության մեծահոգություն, պատմության ռաբբին օրեկան այլես ժամեր չուներ, քան մեզ, բայց ընտրեց դրանք տարբեր կերպ բաժանել, նրա գաղտնիքը արդյունավետություն չէր, բայց առաջնահերթությունը, նա հասկացավ, որ լիարժեք ուշադրությունը շեղված աշխարհում հազվագյուտ արժույթն է։ Դենիել Գոլեմեն, ի նման նյարդաբանները ցույց են տալիս, որ մեր կենտրոնացման մեր ունակությունը սահմանափակ է, և որտեղ մենք թիրախավորում ենք, դա սահմանում է մեր կյանքի որակը, երբ մենք իսկական ժամանակ ենք նվիրում ինչ-որ մեկին։ Մենք ակտիվացնում ենք ուղեղի սխեմաները, որոնք կապված են կարեկցանքի և օքսիտոցինի հետ, կապի հորմոնը, այս պահերը արտադրողականության կորուստներ չեն։ Սրանք հուզական ճկունության հիմքեր են։ Մտածեք իմ գիտած երկու ընտանիքների մասին, մեկը կուտակում է ապրանքներ, բայց նրանց կերակուրները լռում են, յուրաքանչյուրը կլանված է իր էկրաններին, մյուսն ունի ավելի քիչ նյութական ռեսուրսներ, բայց նրանց գիշերները ներառում են ընդհանուր պատմություններ։ Աչքերի աչքեր ծիծաղում են այդ արձագանքմանը, ըստ ձեզ, որ մեկն ունեք ամենամեծ երջանկության կապիտալը, որպեսզի բախվի անբարենպաստության։
Այս ճշմարտությունների սինթեզը մեզ տանում է դեպի տրանսֆորմատորային եզրակացության։ Իրական հարստությունը էկոհամակարգ է, փողը պարզապես իր տարրերից մեկն է, եւ միշտ չէ, որ առավել կարևոր է։ Թալմուդը սովորեցնում է, որ ով է Թորա, ունի ամեն ինչ, ոչ թե այն պատճառով, որ գիտելիքներն իրականացնում են ոսկի, բայց որովհետև իմաստությունը մեզ սովորեցնում է, թե ինչն է սովորեցնում։ Երբ մենք կանգ ենք առնում 5 ճշմարտությունները միասին վերլուծելու համար, մենք գիտակցում ենք օրինակ. 1. Հոսք 10-րդ մասը առանձնացնեց ընտանիքը, որը հասկանում էր, որ առատությունը գալիս է շարժումից, ոչ թե լճացումից։ 2. Հավատարմություն նրանք, ովքեր հարգում են շատ բան կառավարելու փոքրիկ ունակությունը, քանի որ հարստությունն առաջին հերթին և գլխավորը բնավորության հարց է։ 3. Ազատագրում ագահությունը մեզ չի նախազգուշացնում վախի ցիկլերով։ Առատաձեռնությունը խախտում է այս հոսանքները։ 4. Հակասություն առողջական համակարգերը ոչ միայն դիմադրում են ճգնաժամերի, դրանք նրանցից ավելի ուժեղ են։ 5. Էսություն իրական արժեքը այն չէ, ինչ մենք կուտակում ենք, բայց ինչ ենք անում շրջանաձև։ Ժամանակ, խնամք, ներկայություն այս ամբողջական տեսարանը մեզ հրավիրում է արմատական ակնարկ, թե ինչ է նշանակում բարգավաճել, խոսքը ոչ ավելի, բայց ավելին ավելի շատ կապված, ավելի ազատ, ավելի ընդունակ ռեսուրսները իմաստի վերածելու, ինչպես գրեց Ռաբբի Ջան Բոնաթան Պարկերը։ Մենք չենք հարցնի. որքան եք գնահատում, բայց քանի հոգի եք փոփոխություն կատարել։ Այս գործնական հրեական ավանդույթը առաջարկում է գործողությունների ուղի, այլ ոչ թե տեսություն, սկսեք փոքր, բայց սկսեք այսօր։ Շեր նկարագրություն, նույնիսկ եթե դա ձեր եկամտի 1% է, որը դա կարող է առաջացնել մի գործի, նվիրաբերելու արարքը պարբերաբար վերափոխում է ձեր ուղեղը առատություն տեսնելու համար։ Ներդրումներ ժամանակ շաբաթվա ժամն ինչ-որ մեկի հետ լիարժեք ներկա լինելու համար, առանց շեղումների, առանց շտապողականության, սա մեծահոգության մաքուր ձևն է։ Մշակիր երախտագիտություն քնելուց առաջ գրել 3 բան, որը ստացել ես այդ օրը, սա մարզում է ձեր միտքը հոսքերը ճանաչելու, ոչ միայն բաժնետոմսերի։ Ստեղծեք կապի ծեսեր։ Շաբաթվա ընտանեկան ընթրիք, ընկերոջ հետ ամսական սուրճ, զանգի համար, ովքեր մենակ են, փոքր ժեստերը կառուցում են ցանցեր, որոնք ձեզ կաջակցեն վաղը։ Հիշեք, մեծահոգությունը չէ զոհաբերություն, բայց սերունդ, տալիս յուրաքանչյուր գործողություն փող, ժամանակ կամ ուշադրություն բույսեր ապագա բերքի հնարավորությունը, երբ Մեդրաշվը սովորեցնում է, նկատի ունեցեք, որ այն չի նշում ոսկի կամ հատկություններ։ Վերջում մենք գտնում ենք, որ իրական աղքատությունը ռեսուրսների պակաս չէ, այլ նրանց հոսքը տեսնելու անկարողությունը, և ամենատարածված հարստությունը այն չէ, որ մենք պահում ենք, բայց այն մեկը, որը մենք կիսում ենք, ինչպես ասում է Edith Reardon, ինչ եք տալիս, միշտ մնում է ձեզ հետ, սկսեք այսօր, առաջին քայլը միշտ ամենապարզն է և ամենահզորը։ Դա հանգեցնում է ուրիշներին և երբեք չի սպառվում, Թորան բացահայտում է մի պարզ, բայց խիստ օրենք։ Հարստության ուղին նվիրատվություն է տալիս, 10-րդ մասը մեասր, վնաս չէ, այլ կարգապահություն, ես իմ փողը ունեմ, ոչ թե քո ստրուկը, առատաձեռնության յուրաքանչյուր գործողություն ազատության քայլ է։ Ժամանակակից մտածողներն ուղղակի կրկնում են այն, ինչ իմաստուններն արդեն հայտնի են հազարամյակներ։ Հարստությունը չի հասնում նրանց, ովքեր վստահություն են պահում, Վիկտոր Ֆրանկլը խոսեց այն իմաստի մասին, որը մեզ կայուն է դարձնում, Նասիմ Թալեբը, հարվածներից ծնված ուժից, Քալ Նյուփորտը, որպես արժեքավոր ակտիվ, բոլորը համընկնում են նույն կետին։ Հարստությունն այն է, ինչ բազմապատկվում է, երբ տրվում են։ Այսօր ընտրությունը քոնն է, դուք կարող եք շարունակել փակել ձեր ձեռքը, վախենալով կորցնել ձեր ունեցած փոքրիկը, կամ կարող եք բացել ափը և թույլ տալ հոսքը շրջանաձև, այսպիսով, ձեր կյանքը ավելի հարուստ կդառնա ոչ միայն ձեզ համար, այլև ձեր շրջապատի համար։ Հիշեք, դուք թույլ չեք, նա պարզապես մոռացավ կարգապահության և նպատակի ուժը, առատաձեռնությունը փրկում է նրանց, այն վերաշարադրում է նպատակակետերը և բացվում է դռներ, որոնք այլապես կմնան փակ։ Մի պահ կանգ առեք և արտացոլեք։ Ինչ նկատի ունեք ձեզ համար առատաձեռն լինել, թողեք ձեր պատասխանը մեկնաբանություններում, թող որ ձեր խոսքերը լինեն նոր ձևի սերունդ, մեկը, որում հարստությունն աճում է հենց այնտեղ, որտեղ դուք բաժանվում եք այն։